Աննախադեպ տեմպով լարվում են Մոսկվա-Վարշավա հարաբերությունները։ Լեհաստանը որոշել է փակել վերջին ռուսական հյուպատոսությունն իր երկրում։ Լեհաստանի վարչապետը որոշումը հիմնավորելու համար հայտարարել է, թե Վարշավա-Լյուբլին երկաթուղու հատվածներից մեկը պայթեցրած ուկրաինացիները համագործակցել են ռուսների հետ։ Լեհական հատուկ ծառայություններն են դա պարզել։ Երկուսն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք սակայն երկար ժամանակ է համագործակցում են ռուսական հետախուզության հետ։ Մենք պարզել ենք նաև, որ երկաթուղու պայթեցումից հետո կասկածյալները լքել են երկիրը, անցնելով Բելարուս։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հեգնել է Տուսկին։ Պեսկովը ծիծաղելի է համարել այն, որ անգամ գործի վրա բռնված ուկրաինացիների մեղքն են լեհերը փորձում ռուսների վրա բարթել։ Ռուսաստանին մեղադրում են Լեհաստանում տեղի ունեցող հիբրիդային եւ ուղղակի պատերազմի բոլոր ձևերի համար։ Սակայն ուշագրավ է այն փաստը, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես հյուսիսային հոսք գազատարի պայթեցման ժամանակ, այնպես էլ հիմա ներգրաված են դիվերսիոն եւ ահաբեկչական գործողություններում։ Պեսկովը սպառնացել է, եթե Լեհաստանը շարունակի խաղալ կրակի հետ, ապա կոշտ արձագանք կստանա։ Սկզբի համար Ռուսաստանում որոշել են Լեհաստանի դեսպանատան աշխատակազմը կրճատել, որպես հայելային պատասխան Լեհաստանում վերջին ռուսական հյուպատոսությունը փակելուն։ Անգամ Եվրոպայում կան առողջ քաղաքական էլիտաներ, որոնք հասկանում են, որ ռազմական տրամադրություններ գեներացնելը լավ տեղ չտանող ճանապարհ է։ Քաղաքագետ Անդրեյ Արեշևը ափսոսանքով է շեշտում, եվրոպական քաղաքական համայնքը հիմնականում չի հասկանում, որ ագրեսիվ հրետորաբանությունը ոչ մի լավ բանի չի բերելու։ Հավաքական արևմուտքը հիմա լծված է եվրոպացիներին համոզելուն, թե պետք է շարունակել փող տալ Կիևին, որպեսզի իրենք էլ ուկրաինացիների օրը չընկնեն։ Безответственные европейские элиты разгоняют военную истерию. Եվրոպական անպատասխանատու էլիտաները ռազմական հիստերիա բարձրացնելով ձգտում են չեսոկացնել եվրոպական շատ երկրներում հանրային դժգոհությունը։ Вся вот эта вот пропагандистская трескотня. Քարոզչական լուրջ աշխատանք են տանում, հիմարացնելով մարդկանց։ Եվ ոչ միայն քարոզչական։ Նովադեբայի վարժական պոլիգոնում զինվորականները փորձարկում են ամերիկյան Մերոպս հակաօդային համակարգը Ռուսաստանի ենթադրյալ ներխուժմանը հակազդելու նպատակով։ Սեպտեմբերի սկզբին էին մի քանի անօդաչու թռչող սարքեր հատել Լեհաստանի օդային տարածքը։ Դրանք լեհերը խոցել էին ռուսներին մեղադրելով ագրեսիայի համար։ Չնայած Մոսկվան հայտարարել էր, թե որևէ թիրախային հարված նախատեսված չի եղել, լեհերն իրենց կարծիքին էին մնացել եւ այս զորավարժություններով ըստ էության պատրաստվում են հնարավոր նոր հարձակումներին։ Военные учения, которые предпринимаются в Балтийском регионе, отчасти... Զորավարժությունները, որ կազմակերպվում են Բալթյան տարածաշրջանում, երբեմն նաև Սև ծովի շրջանում, հնարավոր է վերածվեն միջադեպերի, որոնց Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել։ Это станет поводом. Դա իհարկե նորից քարոզչական հիստերիայի պատճառ կդառնա։ Մենք դա հիանալի հասկանում ենք։ Եվրոպացի գործիչների հրետորաբանությունն ու զորավարժությունների սցենարները քաղաքագետին հուշում են, որ դրանք ինչ-որ պահի կարող են վերաճել Ռուսաստանի դեմ իրական սադրանքի։ Կանե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։